Հարգելի գործընկերներ, այսօր մենք հավաքվել ենք քննարկելու և որոշելու մեր երկրին, մեր ժողովրդին ամենաշատ հետաքրքրող հարցը։ Մենք այս 2 ամսվա ընթացքում անդրադարձանք բոլոր տնտեսական ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք մեր ժողովրդին։ Բոլորս հիշում ենք 300,000 աշխատատեղ, $1 միլիարդ տուրիզմի զարգացման համար, ժողովրդագրական տվյալների բարելավման համար խոշոր միջոցներ, փոքր բիզնեսը ազատում ենք բոլոր հարկերից և ստուգումներից և այլն։ Մարդիկ արդեն ծանոթացել են մեր ծրագրերին, բայց մենք ունենք ամենալուրջ խնդիրը մեր երկրի և ժողովրդի համար։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Դրա համար մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք, 240 քառակուսի կիլոմետր միանգամից մեկ օրում նվեր ստացան։ Այսինքն, ինչ էլ որ մենք անենք, ինչքան տնտեսությունը փորձենք զարգացնենք, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը մենք չենք լուծում, դա արժեք չի ունենալու։ Դրա համար ես կուզենայի, որ Արամ Վարդևանյանը ներկայացնի այդ օրենքի հիմնական դրույթները։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հարգելի գործընկերներ, իսկապես գտնվում ենք այնպիսի մի ժամանակահատվածում, երբ մեր հասարակության ներսում կա տագնապի զգացում։ Քանի որ վերջին շրջանում մենք տեսել ենք ինչ աստիճան դինամիկ կերպով Ադրբեջանի կողմից ներկայացվող ցանկացած պահանջ ի կատար է ածվում օրվա իշխանությունների կողմից։ Հաշվի առնելով այն, որ մենք ամբողջությամբ արդեն տեսնում ենք, թե ինչ նոր հրեշավոր ծրագիր է մշակվել Փաշինյանի և Ալիևի կողմից, մենք առաջարկում ենք մեր հանրությանը այդ ամենի ուղիղ կանխարգելման օրենսդրական փաթեթը։ Ինչ ենք առաջարկում։ Այն հենց նույնիսկ կոչվելու է Սաֆարովի կանխարգելման օրինագիծ կամ նույնն է ինչ ատելության կանխարգելման օրենսդրական փաթեթ։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ, լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ նաև, որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժ գույք։ Մեր սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, մենք խոսում ենք նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին։ Իդեպ, պարոն Կարապետյան, նաև մենք որոշակի հետազոտում ևս իրականացրել էինք միջազգային փորձի, նման մեխանիզմներ, այո, տարածված են։ Իդեպ, մենք խոսում ենք նաև նույն Ադրբեջանի մասին, որի քաղաքացի, հերոս հանդիսանում է Ռամիլ Սաֆարովը, մի անձ, որը 2004 թվականին, իդեպ ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում 16 անգամ կացնով հարվածելով մեր հայրենակից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանել էր վերջինիս։ Իդեպ Հունգարիայում հենց նույն Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր ՑՄԱ ազատազրկման, բայց 2012 թվականին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ջանքերի և միջոցների հաշվին
վերջինս հանձնվեց Ադրբեջանին, որտեղ վերջինիս ներում շնորհեցին եւ հերոսացրեցին եւ հերոսացնում են մինչ օրս։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերությունները խզել էր Հունգարիայի հետ եւ այն վերականգնվել է միայն 2022 թվականին, ինչը կանխատեսելի էր, որ 2022 թվականին այն վերականգնվելու էր։ Ինչևէ, այս փաթեթը կարծում ենք նաեւ հենց բխում է մեր արժանապատվության, ազգային արժանապատվության առաջնահերթություններից եւ նաեւ միջազգային փորձում ընդունված մոտեցումներից, քանի որ ազգային պատկանելիության հողի վրա նման ոճրագործություն կատարողները պետք է պատժվեն եւ դա պետք է լինի անխուսափելի, բայց երբ խաղաղության քողի ներքո մի երկիր այն ոչ թե իրավական տիրույթում է դիտարկում, այլ խրախուսում է նույնիսկ եւ հերոսացնում է այն, մենք էլ մեր կողմից պետք է մեր կանխարգելիչ գործողությունները եւ վերաբերմունքը դրա վերաբերյալ արտահայտենք։ Օրենսդրական փաթեթը, որով մենք փորձ ենք անելու զսպել եւ երաշխավորել մեր հայրենակիցների անվտանգությունը, այդ թվում սեփականության իրավունքի, տնտեսական զարգացումների, այն բազմաթիվ ծրագրերի, որոնք հենց պարոն Կարապետյան դուք ներկայացրել եք եւ երաշխավորել եք դրանց կատարումը, այդ թվում ծայրահեղ աղքատության վերացման մասով եւ 300,000 աշխատատեղերի ստեղծման մասով, կարծում եմ պարզապես անհրաժեշտություն են դարձնում նաեւ հենց նման օրենսդրական փաթեթի ընդունումը։ Շնորհակալություն։ Հիմա Գոհար Մելոյանը կներկայացնի հաջորդ հրեշավոր ծրագիրը, որը պլանավորում է այս կառավարությունը մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Շնորհակալ եմ խոսքի իրավունքի համար, հարգելի պարոն Կարապետյան, հարգարժան գործընկերներ, այսօր մենք լրջագույն ազգային անվտանգության խնդիր ունենք։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենաշատն է արծարծվում խաղաղությունը, բայց այդ խաղաղությանը ստորագրված փաստաթղթերին զուգահեռ մեր երկրում ինքնիշխան տարածքում խախտված է տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի Հանրապետության 4 մարզերում ադրբեջանական զինված ներկայություն կա եւ չնայած որ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում էին, որ պետք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը երաշխավորվի, ինչը բացառում է այլ պետության զինված ներկայություն, դրան զուգահեռ ոչ միայն ադրբեջանական զորքերը չեն հեռացվել այդ տարածքներից, այլև օդում կախված է մնացել այսպես կոչված անկլավների հարցը։ Այս խնդիրները իրոք շատ մտահոգիչ են, դրա համար մենք իշխանություն գալուց անմիջապես հետո ընդամենը 1 շաբաթվա ընթացքում ընդունելու ենք այս կարևոր օրենքը մեր երկրի համար՝ Սաֆարովի կանխարգելման օրենքը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։